Adobe Photoshop-ի 25 թվականի տարբերակում նաև ավելացվել է Generate Background և Generate Similar հնարավորությունները, որոնք թույլ են տալիս արհեստական ինտելեկտի կամ Generate Fill-ի օգնությամբ, որը աշխատում է Adobe Firefly-ի օգնությամբ, ավելացնել background-ը տրված օբյեկտներին, համապատասխանեցնելով այդ օբյեկտի վրա եղած լույսերը և ստվերները, ինչպես նաև ստեղծել նույն տիպի նկարների այլ տարբերակներ։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Եթե մենք ունենք այս շերտը մեր նկարով, ապա մենք այստեղից կարող ենք սեղմել Remove Background և Adobe Photoshop-ը կհեռացնի այս մեր նկարի background։ Դրանից հետո, եթե մենք սեղմենք Generate Background և այստեղ գրենք, թե ինչպիսի ֆոն ենք մենք ուզում, օրինակ գրենք Armenian table with fruits, այսինքն հայկական սեղան մրգերի հետ, և այստեղ մենք տանք Generate։ Դրանից հետո Adobe Firefly-ի օգնությամբ մեր տեքստի հուշումից կստեղծվի համապատասխան նկարը։ Եվ այստեղ մենք կարող ենք ստանալ տարբերակներ, որից հետո կարող ենք այն օգտագործել։ Եթե մեզ օրինակ դուր եկավ այս նկարը, ապա մենք սեղմելով այս նշանի վրա կարող ենք տալ Generate Similar և համապատասխան ստանանք այս տիպի նկարներ։ Ինչպես դուք տեսնում եք, այժմ հետևի ֆոնը համապատասխանեցված է մեր հիմնական օբյեկտների ստվերներին և մենք ստանում ենք իդեալական նկար։ Սա հնարավորություն է տալիս արագ ձևով փոփոխել տվյալ նկարի հետևի ֆոնը և գեներացնել այն Generative Fill հնարավորությամբ։